nasıl Karabağ'a girdiysek. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիայում 2 տարուց սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ, եթե արտահերթ ընտրության որոշում չկայացվի, հերթական սոցհարցումն է անցկացվել, որի տվյալներով Էրդողանը զիջում է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին 9%-ով։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Քեմալականների ժողովրդահանրապետական կուսակցությունից Յավաշը Էրդողանի հետ մի կարևոր ընդհանրություն ունի՝ Էնվեր եւ Թալիատ Ղարաբանող է։ Սա այն մասով, որն առնչվում է հայերին։ Եվ այս օրերին մեծ սկանդալ է թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը կարծես թե փորձելով շահել Էրդողանի սիրտը, հայտարարել է, թե ռեգիոնում հաջողակ միապետներ են գործում, մինչդեռ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա կենտրոնացած երկրները ձախողվել են։ Թուրքիայի ընդդիմությունը վերը նշված Անկարայի քաղաքապետի կուսակցության առաջնորդը Բարաքի խոսք նանամոտ լկտիություն է գնահատել ու հայտարարել, Բարաքը չի կարող ներկայացնել Միացյալ Նահանգները Թուրքիայում եւ պետք է կամ հետ վերցնի իր խոսքը կամ հրապարակավ ներողություն խնդրի Թուրքիայի ժողովրդից։ Ստացվում է, որ թուրքական ընդդիմությունը սկանդալի մեջ է Միացյալ Նահանգների դեսպանի հետ եւ պետք է հիշել, որ Էրդողանն էլ ոչ պակաս աղմկոտ սկանդալի մեջ էր Թուրքիայում Միացյալ Նահանգների նախորդ դեսպանի հետ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ դեսպանը հանդիպում էր ունեցել այս նույն ընդդիմադիր քեմալականների հետ։ Էրդողանն ասել էր, որ դրանից հետո թող չհամարձակվի գալ ու իր դուռը թակել։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Թուրքիայի նախագահը խոսել է Հայաստանի եւ Հայաստանի տարածքի մասին։ Azerbaycan'la eşgüdüm içerisinde komşumuz Ermenistan'la Ֆիդանն ամեն ինչ ավելի բաց ու պարզ է ձևակերպել։ Zengezur koridoru fevkalade önemli. Ադրբեջանցի լրագրողի հարցը Ֆիդանին փափուկ ուժ կգործադրվի Հայաստանի վրա Զանգեզուրի միջանցք կոչվածը բացելու համար։ Türkiye bundan sonra yumuşak güçten Հայ պաշտոնյաները Թուրքիայում ով է փակ պահում սահմանը եւ ով է ում գերին։ Ermenistan'da 50 gün kadar sonra 7 Haziran'da parlamento seçimleri yapılacak. Թուրքիան վախենում է կորցնել թուրքական աշխարհի ինքնահռչակ լիդերի դերը։ ABD Orta Asya'yı Kazakistan'a mı emanet etti diye bir Եվ հարցազրույց այսօր Հենրի Թերյո ցեղասպանագետ Ուիսթրի համալսարանից Միացյալ Նահանգներ։ Շատերը քննադատում են Փաշինյանին 1915-ի մասին բացահայտ ժխտողական հայտարարությունների համար, բայց իրականում ամեն ինչ ավելի վտանգավոր է դառնում, երբ Փաշինյանը ժխտողական հայտարարություններ է անում 2020-ի, 23-ի եւ այն մասին, թե ինչի առաջ է այսօր կանգնած Հայաստանը։ We have 5 years in Armenia. With Pashinyan, if Pashinyan stays in control, we've got 5 years. Եվ այսպես, ինչպես խոստացել էինք իրական Թուրքիայի նախորդ թողարկմանը, ներկայացնում ենք Անտալիայի դիվանագիտական ֆորումի Հայաստանին առնչվող ամենակարևոր մանրամասները։ Թուրքիայի նախագահն ու արտաքին գործերի նախարարը հայտարարություններ են արել Հայաստանի եւ Հայաստանի տարածքի մասին։ Նախ Էրդողան եւ մեծ նշանակություն ունի, թե Էրդողանը Հայաստանի մասին հայտարարությունն իր ելույթի որ հատվածում է անում։ Թուրքական պետությունների կազմակերպության մասին խոսելիս հայտարարել է, թե թուրքական նախաձեռնությամբ գործող այս կառույցը, որը ռազմական դաշինքի վերածելու առաջին քայլն արդեն արել է Ալիևը, առաջարկելով միասնական զորավարժություն կազմակերպել։ Էրդողանը հռչակում է Եվրասիայում խաղաղության եւ անդորի երաշխիք։ Հավելում, որ այս տարվա վերջին եռամսյակում Թուրքիայում սպասվում է այս կազմակերպության սամիթը, որի ընթացքում նախագահությունը Ադրբեջանից կանցնի Թուրքիային։ Ու երկու, բայց բազմաբովանդակ նախադասությամբ խոսում է Հայաստանի մասին։ Azerbaycan'la eşgüdüm içerisinde komşumuz Ermenistan Ադրբեջանի հետ համակարգելով մենք քայլ առ քայլ առաջ ենք մղում հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ile Avrupa arasındaki ticarette Այս համատեքստում շարունակում ենք վճռականորեն աջակցել Կասպից ծովով արևելքի եւ արևմուտքի միջև միջին միջանցքի նախաձեռնությանը, որը Ասիայի եւ Եվրոպայի միջև առևտրի ամենահուսալի ուղին է։ Այստեղ պետք է նկատել 3 կարևոր հանգամանք։ Առաջինը, Ադրբեջանի հետ համակարգված, ասում է Էրդողանը, որքան էլ Հայաստանից պնդեն, թե Փաշինյան-Ալիև, Փաշինյան-Էրդողան գործընթացներն առանձին են, ուզում են, որ առանձին լինեն, Թուրքիայից բարբերաբար Հայաստանի քաղաքացիների երեսին
ասում են ճշմարտությունը։ Երկրորդ հանգամանքը՝ քայլ առ քայլ, ասում է Էրդողանը, եւ եթե մի քիչ էլ անկեղծ լիներ, կարող էր ասել, որ այդ քայլերն անում է Նիկոլ Փաշինյանը։ Պատմական Հայաստան, իրական Հայաստան, Արարատ Արագած երկընտրանքից մինչև ցեղասպանության պատմությունը վերանայելու եւ Սփյուռքի մասին Փաշինյանի հայտնի հայտարարություններն են այդ քայլերը։ Թուրքիայից պատասխան քայլ չի եղել, բայց ինչու։ Սա է հարցերի հարցը, որի մասին պետք է մտածեն Հայաստանի քաղաքացիները։ Պատասխանն ուրվագծում է երրորդ հանգամանքը։ Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելով թուրքական պետությունների կազմակերպության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ֆոնին Էրդողանը դիվանագիտական հարթակից բաց ակնարկում է։ Թուրքիան Հայաստանը դիտարկում է որպես դեպի թուրքական աշխարհ ընկած տարածք։ Թուրքիային պետք է Հայաստանի տարածքը, ոչ թե ինքնիշխան ու զարգացող Հայաստան։ Ավելի վաղ ամերիկյան ուղեղային կենտրոններից մեկի քննարկման ժամանակ անգամ հնչել էր միտքը, թե Հայաստանը թուրքական աշխարհի պակասող մասնիկն է։ Because I think from a US perspective, those are the missing pieces in OTS right now. Not having Tajikistan, not having Armenia. Որովհետև կարծում եմ, որ ամերիկյան տեսանկյունից թուրքական պետությունների կազմակերպության բացակա մասերն են Հայաստանը եւ Տաջիկստանը։ Էրդողանի խոսքն ամբողջացրել է Հական Ֆիդանը։ Եթե Էրդողանը խոսեց Միջին Միջանցքի մասին, որի մաս են թուրքերը համարում Հայաստանի հարավով ծրագրված թրիփը եւ որը Փաշինյանն է առաջարկում դարձնել թուրքական այդ նախաձեռնության մաս, The Trip Route project, together with the opening of communications between Armenia and Turkey, have full potential to become an important component of the middle corridor. Ապա Ֆիդանն ամեն ինչ ասաց ավելի պարզ ու հասկանալի բառերով։ Երբ Փաշինյանն ասում է, որ թրիփն ունի պոտենցիալ եւ կարող է դառնալ Միջին Միջանցքի մասը, մարդիկ, որոնք տարածաշրջանի միջանցքային նախաձեռնությունների փորձագետ չեն, կարող են չնկատել, թե խոսքն ինչի մասին է, իսկ խոսքը բառացիորեն Էրդողանի պահանջած միջանցքի մասին է։ Ֆիդանի ձևակերպմամբ ամեն ինչ ավելի bաց է հնչում, հերթական անգամ։ Türkiye'nin bölgedeki bağlantısallığını güçlendirmesi açısından da Zengezur koridoru fevkalade önemli. Զանգեզուրի միջանցքը չափազանց կարևոր է տարածաշրջանում Թուրքիայի կապուղիների ամրապնդման համար։ Այս առումով մենք սերտ աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրամիության հետ։ Այս հարցերը շուտով կքննարկենք նաև Տիկին Մարթա Կոսի հետ։ Թուրքիայի արտգործնախարարը Զանգեզուրի միջանցք ասելով Հայաստանի տարածքի մասին խոսեց, նշելով, որ այդ հարցը Թուրքիան քննարկում է Եվրամիության եւ Մարթա Կոսի հետ։ Այն Եվրապաշտոնյայի, որը Հայաստանի իշխանություններին մեծ խոստումներ է տալիս։ Ինչի ֆոնին Հայաստանի իշխանություններն էլ քաղաքացիներին են եվրախոստումներ տալիս։ Սա արդյոք նշանակում է, որ Եվրամիության մասին բոլոր զրույցները իրականում Զանգեզուրի միջանցքի մասին են։ Զանգեզուրի միջանցք կոչվածի Հայաստանի տարածքի այդ ռազմավարական նշանակության հատվածում թուրքական ներկայություն ապահովելու մասին, փոխարենը հայերին տալով եվրախոստումներից ոչ ավելին։ Ամեն ինչ ավելի պարզ է երևում, երբ տեսնում ենք, որ Ֆիդանը Զանգեզուրի միջանցք ասելով Հայաստանի տարածքի մասին խոսեց, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, որի ձևակերպումը նույնպես առաջարկում ենք տեսնել։ Azərbaycanla Ermənistan arasında Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սպասվում է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Ստորագրմանը նպաստելու համար Ləsinin imzalanması üçün Türkiyə bundan sonra yumuşaq gücdən daha fəal belə deyək istifadə edəcəkmi və Թուրքիան սրանից հետո ավելի ակտիվ փափուկ ուժ կգործադրի եւ այս համատեքստում, ինչպես գիտեք, տարածաշրջանում կա մեծ տնտեսական խնդիր՝ Զանգեզուրի միջանցքի բացումը։ Զանգեզուրի միջանցքը շատ կարեւոր է առնվազն Թուրքիայի համար։ Ինչ ջանքեր կգործադրի Թուրքիան այն իրագործելու համար։ Ֆիդանն այս հարցին պատասխանելով հույս է հայտնում, թե կտեսնի արդեն իսկ գործադրված ջանքերի արդյունքը։ Ինչ համարձակությամբ է ադրբեջանցին բոլորի նաև հայերի աչքի առաջ խոսում Հայաստանի դեմ Թուրքիայից փափուկ ուժ գործադրելու մասին։ Բացատրություն կա։ Ահա թե ինչ էր հայտարարել Ֆիդանը բառացիորեն 1 շաբաթ առաջ։ Kafkaslarda sınırımız var. Kafkaslardaki savaşlar Կովկասի պատերազմներն ու անկանոնությունը գալիս մեզ են հասնում։ Այդ պատճառով մենք այստեղ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում։ yani Azerbaycan Ermenistan barışının sağlanmasında ölçülü güç kullanımından nitelikli diplomasiye Կարգ ու կանոնի եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ անվտանգության համակարգի հարցերում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում մենք հսկայական ջանքեր ենք գործադրել, սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև հմուտ դիվանագիտություն, որ այդ թեժ բախումը չազդի Թուրքիայի վրա։ Փափուկ ուժ, չափավոր ուժ, սա է այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի դեմ իրականում, ոչ թե խաղաղությունն ու կարգավորումը։ Կամ եթե ավելի ճիշտ հայտարարվող խաղաղությունն ու կարգավորումը
այդ փափուկ ուժի ամենապարզ դրսևորումներն են։ Ընդ որում, թուրքերը Հայաստանի քաղաքացիներից թաքուն ոչինչ չեն անում։ Ամեն ինչ բաց հայտարարվում է։ Մնում է լսելու ցանկություն ունենալ, ոչ թե քաղցր սուտը, այլ դառը իրականությունը։ Հայաստանի գործող իշխանությունը, Փաշինյանն ու նրա արտգործնախարարը Էրդողանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Փաշինյանի հատուկ ներկայացուցիչը, որոնք պարբերաբար խոսում են կարգավորման գործընթացի ու խաղաղության սահմանի բացման մասին, իրականում գիտեն եւ հասկանում են Թուրքիայի իրական պլանը, եւ դրա ցուցիչ է այն, որ այս տարի նվազեցրել են Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության մակարդակը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվում է արդեն 5-րդ տարին, դեռ առաջին տարվանից Հայաստանի ողջևորված մասնակցությունը ավելորդ էինք համարել, որովհետև ամեն ինչից առաջ սա թուրքական նախաձեռնություն է, որի միակ նպատակը թուրքական շահն առաջ տանելն է։ Մասնակցել պետք էր, բայց հակազդելու, հակակշռելու պայմանով, ինչին ականատես չենք եղել։ Փոխարենը տեսել ենք սա։ When it comes to Armenia, we are ready to have fully normalized relations. Հայաստանը պատրաստ է ունենալ ամբողջությամբ կարգավորված հարաբերություններ, ապաշրջափակված կոմունիկացիաներ, բաց սահման Թուրքիայի հետ հենց հիմա, վաղը։ Եթե Սերդարը համաձայնի, մենք կարող ենք դրա մասին հայտարարել հենց հիմա։ Հուսով եմ նա կհամաձայնի եւ մենք այս ֆորումը կդարձնենք պատմական։ And we will make this forum historic. I told Ruben several times that I am ready to come to Yerevan. Ես մի քանի անգամ Ռուբենին ասել եմ, որ պատրաստ եմ գալ Երևան հետագա բանակցությունների համար, եւ ես նրան հրավիրել եմ Անկարա։ Բայց եթե Երևանում եւ Անկարայում հանդիպումների համար որպես նախապայման է դրվում սահմանը բացելը, ապա մենք խնդիր ունենք։ Then we have a problem. Այս տարի Անտալիայում արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էր նույն հայտարարությամբ։ Կարծում եք կա սահմանը հունիսյան ընտրություններից առաջ բացելու հնարավորություն եւ կլինի լրիվ բացում, թե աստիճանական։ Siyasi ve teknik olarak sınırı her an açmaya hazırız. Ancak bu sorunun Türk muhataplara yönetilmesi gerektiğini düşünüyorum. Քաղաքականապես եւ տեխնիկապես մենք պատրաստ ենք ցանկացած պահի բացել սահմանը։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ այս հարցը պետք է ուղղել մեր թուրք գործընկերներին։ Թուրքերը փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ինչ որ առնչություն ունի սահմանի փակման հետ, մինչդեռ այդ Թուրքիան է փակել սահմանը Արցախի պատրվակով։ Թեև բացառված չէ, որ թուրք լրագրողը կարող է նաև լավ ինֆորմացված չլինել, ուղղակի չիմանալ։ Թուրքական հեռուստաեթերում մեկնաբանները երբեմն այնպիսի պարզունակ հարցերում են անդեղյակ լինում, որ այստեղ իսկապես բացառել չի կարելի։ Այնպես չէ, թե թուրքերը լրագրողները գերպրոֆեսիոնալ են։ Բայց մի հանգամանք առավել ընդգծեց, որ հարցերը նախապես պատրաստված էին։ Թուրքական հեռուստաալիքի լրագրողը բարձրացնում է Հայաստանում ընտրությունների թեման։ Dünya bu belirsizliklerle karşı karşıyayken ülkeniz Ermenistan'da 50 gün kadar sonra 7 Haziran'da parlamento seçimleri yapılacak. Աշխարհում այս անորոշության փուլում ձեր երկրում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում մոտ 50 օրից հունիսի 7-ին։ Ձեր կարծիքով ո՞րն է այս ընտրությունների տարբերությունն ու նշանակությունը նախորդների համեմատ։ Elbette batıdaki komşunuz Türkiye'de çok yakından takip ediyor bu seçim sürecini. Իհարկե ձեր արևմտյան հարևանը Թուրքիան ուշադիր հետևում է այս ընտրական գործընթացին։ Եթե անգամ դիտարկենք փաստը, որ Փաշինյանի թիմը զերծ մնաց թուրքերի հետ ավելի բարձր մակարդակով շփումներից, որովհետև նախընտրական փուլ է, ապա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները սթափ են, տեսնում են Թուրքիա-Ադրբեջան զույգի իրական եւ պատմական պլանը, խաղաղության եւ կարգավորման մասին փաշինյանական ինտենսիվ պրոպագանդային չեն հավատացել։ Մանավանդ եթե սրան էլ ավելացնում ենք Ստամբուլ մեկնած Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, օգտագործելով իր լոբինգը եւ ազդեցությունը։ Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունների գերին է։ Եթե խաղաղությունը հաստատված է, ինչու է Ադրբեջանը խոչընդոտում հայ-թուրքական կարգավորմանը։ Եթե խաղաղությունը հաստատված չէ, ինչու է Փաշինյանն ամեն օր փորձում համոզել, թե հաստատված է։ Ով է ստում եւ ինչու։ Հետևելով թուրքական ուղեղային կենտրոնների նախանշած թեզերին, թուրքական մեդիան առաջ է տանում Ռուսաստանի թուլանալու եւ հատկապես նախկին խորհրդային պետություններում ռուսական ազդեցության նվազման թեզը։ Եվ որպես գլխավոր ապացույց բերում են
Փաշինյանին եւ Ալիևին, որոնք Ռուսաստանին ուղղված համարձակ հայտարարություններ են անում։ Դիտարկել են Փաշինյան-Պուտին հանդիպումը, որը հիշեցնում են, խնդրել էր կազմակերպել Փաշինյանը։ Հերթով ու մանրամասն ներկայացնում են կատարվածը եւ իհարկե նկատել են, որ Ռուսաստանի նախագահը խոսեց Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների մասին։ Դրանցից գլխավորը Թրամփի ուղին է, որը թուրքերը համարում են Հարավային Կովկասում Ռուսաստանին իրենց հարվածի եւ Ռուսաստանի թուլության ապացույցը։ Ու միաժամանակ դժվարությամբ են համակերպվում այդ միջանցքում հենց թուրքերի, մասնավորապես դատելով Ուիտքոֆի հայտարարությունից Ֆիդանի եւ Քալանի ձեռքով hastատված Amerikan ներկայության հետ. Dediğim gibi Amerika bunu hak etmemişti. Pek çok faktörün ve bu arada Türkiye'nin ABD yalnız tutumunun da etkisiyle orası tepsi içinde gitti Amerika'ya. Ondan sonra işte Trump yolu oldu, Zengezur bilmem ne falan böyle bir şey. Ամերիկան դրան արժանի չէր։ Բազմաթիվ գործոններ ներառյալ Թուրքիայի քաղաքականությունը ԱՄՆ-ի ուղղությամբ նպաստեցին, որ այդ տարածաշրջանը արծաթե սկուտեղի վրա հանձնվի Ամերիկային եւ Ռուսաստանը մեծապես կորցնի իր ազդեցությունն այստեղ։ Իրականում Ռուսաստանը կորցրել էր ազդեցությունը Ուկրաինային պատերազմի ֆոնին։ Այսպիսով պետք է ասել, որ որքանով ես եմ տեսնում, ռուսական վարչակազմը դեռևս շարունակում է մի փոքր արհամարել այս իրավիճակը։ Բայց Թուրքիայում իհարկե ոչ ոք այնքան միամիտ չէ, որ կարծի թե գործն ավարտված է։ Թուրքերը Ռուսաստանի համար խորը փոս են փորձում փորել, որի գլխավոր գործիքներն այս փուլում Հայաստանն ու Ադրբեջանն են, եւ որի մեջ հետո կարող է պարզվել հայտնվում են հենց իրենք, թուրքերը։ Rusya Kafkasya'dan kolay kolay atılmaz ve atılmadı. Ռուսաստանը հեշտությամբ չի վտարվի Կովկասից եւ չի վտարվել, բայց Ռուսաստանի իշխանությունը սահմանափակվել է։ Ռուսաստանը այլևս չունի պայմաններ անվերապահ գերիշխանության եւ Կովկասում իր կամքը թելադրելու համար, անկախ նրանից ընդունում է դա թե ոչ։ Ադրբեջանն ու Հայաստանը գնում են այլ ուղղությամբ։ Անդրադառնում են նաեւ ռուսական մեդիայում Թուրքիայի մասին հրապարակումներին, մասնավորապես Իրանում պատերազմի հնարավոր ելքերի եւ Թուրքիայի վրա ազդեցության ու հատկապես թուրքական աշխարհում ինտրիգների թուրքական աշխարհի լիդերի դերի համար մրցակցության մասով։ Դիտարկում են այս հոդվածը եւ կարծում են, որ Հայաստանից եւ Ադրբեջանից բացի Ռուսաստանից երես է թեքում նաեւ Ղազախստանը, բայց եթե Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում կոնֆլիկտը բխում է Թուրքիայի շահերից, ապա Ղազախստանի պարագայում ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Ղազախստանը, որի սիրտն այնքան էլ տաք չէ թուրքական աշխարհի առաջնորդի դերը Թուրքիային եւ Էրդողանին զիջելու հարցում, կարող է այդ դերի համար ստանալ ռեսուրս եւ ավելի լուրջ մրցակից դառնալ Türkiye'yi hamar. Kazakistan, ABD, Orta Asya'yı Kazakistan'a mı emanet etti diye aslında bir yorum bu. Bir yorumcu, bir analist Nikita Mentkovich'in. Կա մեկնաբանություն այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները կենտրոնական Ասիան վստահել են Ղազախստանին։ Դրա մասին գրում է վերլուծաբան Նիկիտա Մենտկովիչը։ Հնարավոր է Ռուսաստանում շատերը կիսում են այս տեսակետը։ Վերնագրում նույնիսկ գրված է դավաճանության պատճառները։ Նկատի ունեն, որ Ղազախստանն է դավաճանում։ Ղազախստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավումը մենք նույնպես տեսնում ենք, ընդունում ենք եւ նախկինում ենք հայտարարել սրա մասին։ 5-1 ֆորմատով բանակցություններ են եղել, Ղազախստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների միջև հանդիպումներ են եղել։ Թուրքիայում նկատում են Իրան-Միացյալ Նահանգներ պատերազմն առավել բարձրորոշ ցույց տվեց այն, ինչ կատարվում է Միացյալ Նահանգների եւ Ղազախստանի միջև։ Պատերազմի առաջին մի քանի օրվա լռությունից հետո Տոկաևը հայտարարություններ արեց անցնելով Թրամփի կողմը, թեև Իրանի նախագահի հետ ջերմ լուսանկարներով հանդիպումը դեկտեմբերին է եղել։ Բայց թուրքերին այստեղ մտահոգում է այն, որ Ղազախստանի նման գործողությունների հետևանքով Ռուսաստանը կարող է ավելի լայն խաղ խաղալ Միացյալ Նահանգների հետ։ Թուրքիան, որը կարող է կորցնել կենտրոնական Ասիա հասնելու Աթաթյուրքյան եւ առնվազն վերջին 3 տասնամյակում ինստիտուցիոնալացված երազանքը մտահոգված է, որ կենտրոնական Ասիայի հարցը, ինչը նշանակում է թյուրքական աշխարհի հարցը, Ռուսաստանը կքննարկի Միացյալ Նահանգների հետ, նավից դուրս թողնելով եւ Էրդողանին եւ Տոկաևին։ Փորձելով կանխել նման սցենարը, հիշում են այս ռեգիոնում թուրք-ամերիկյան գլխավոր պրոյեկտի Հայաստանի տարածքով միջանցքի մասին։ Ուրալօղլուի ամեն շաբաթի հայտարարությունները, թե իրենց ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը բացելու են 4-5 տարում։ Սա դիտարկում են որպես թյուրքական աշխարհում Թուրքիայի դերը պահելու գլխավոր միջոց։ Իսկ ինչ կլինի, եթե Հայաստանը Թուրքիային զրկի այդ միջոցից։
Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Հենրի Թերյո, ցեղասպանագետ Ուիսթրի համալսարանից, Միացյալ Նահանգներ։ Շատերը քննադատել են Փաշինյանին 1915-ի մասին բացահայտ ժխտողական հայտարարություններ անելու համար։ Իրականում ավելի խնդրահարույց են նրա բացահայտ ժխտողական հայտարարությունները 2020-ի 23-ի մասին եւ այն մասին, թե ինչի առաջ է այսօր կանգնած Հայաստանը։ Հայաստանը կանգնած է ցեղասպանության առաջ, կարծում է ցեղասպանագետը, եւ եթե ոտքի կանգնի, ապա դրսից եւս կարող է օգնություն լինել, բայց քանի դեռ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները, ոչ ոք ոչինչ չի անելու։ Փաշինյանի ֆունդամենտալ սխալն այն էր, որ կարծել է, թե կարող է ընտրել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, նրանցից մեկի կողմը բռնել, երբ փոխարենը պետք էր խաղալ երկուսի հետ, նաեւ իրար դեմ դուրս բերելով։ Պատասխանելով հարցին, թե ինչ սպասենք Սյունիքում, եթե կորցնենք Միացյալ Նահանգների հետաքրքրությունն այնտեղ, բայց ոչ թուրքականը, ցեղասպանագետը նշում է. եթե Փաշինյանը մնա իշխանության, Հայաստանին այսօրվա կարգավիճակով մնացել է 5 տարի։ Thanks for joining us once again for these days. Շնորհակալություն մեզ միանալու համար եւ այս օրերին իհարկե նախ հարցնելու եմ հայոց ցեղասպանության մասին 111-րդ տարելից, որն է հայոց ցեղասպանության պատմության դասը մեզ այսօր։ History is telling us now. So the first thing I would say is I'm not, unfortunately, whereas maybe 10 years ago, 20 years ago, 40 years ago, the Armenian genocide was history, it is no longer history. Նախ ես կասեի, որ դժբախտաբար 10, 20, 40 տարի առաջ հայոց ցեղասպանությունը գուցե պատմություն էր, բայց հիմա այլևս պատմություն չէ։ Այն հիմա ներկայիս մասին է, եւ այս հանգամանքին մենք պետք է լրջորեն մոտենանք։ Big lesson is European, American and other powers are not ultimately going to save Armenia. Armenia is on its own. 1915 թվականի առաջին մեծ դասն այն է, որ եվրոպական, ամերիկյան եւ այլ տերությունները ի վերջո չեն փրկելու Հայաստանը։ Հայաստանը մենակ է։ Միամտություն է կարծել, թե այսօր ամեն ինչ այլ է եւ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան կամ որևէ այլ արտաքին ուժ ինչ որ կերպ փրկելու է Հայաստանը։ Ամեն ինչ Հայաստանից է կախված։ Եվ եթե դիտարկեք 90-ականների Ղարաբաղյան պատերազմը, ապա պատճառը, որ Ռուսաստանը դադարեցրեց Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը, այն էր, որ տեսան Հայաստանն ինքնուրույն կռվում էր, տեսան, որ Հայաստանը վճռականորեն տրամադրված էր չհանձնվել։ What they see today is a very, very different opposite picture. They see an Armenian prime minister and some part of the population with really no concern about Armenia's future and no serious attempt to protect Armenia. Այսօր տեսնում են հակառակ պատկերը։ Տեսնում են, որ Հայաստանի վարչապետը եւ հանրության մի մասը մտահոգություններ չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ Հայաստանը պաշտպանելու լուրջ քայլեր չեն անում։ Մինչդեռ Ադրբեջանը ավելի ազգայնական է դարձել, ոչ թե լավ իմաստով, այլ սարսափելի եւ ակնհայտորեն ցեղասպանական իմաստով։ Prime ministry, I can only call it the prime ministry of surrender and slavery. Անկեղծ ասած, նայելով Փաշինյանի վարչապետությանը, կարող եմ այն անվանել միայն հանձնվելու եւ ստրկության փուլ։ Մեկ այլ շատ կարեւոր դաս, երբ մենք պատմությանը ուղիղ եւ անկեղծ չենք նայում, խաբում ենք մեզ այն հարցում, թե որքան անվտանգ է Հայաստանը։ We will delude ourselves about how secure Armenia is. And if we look back, you know, to 1908 and so forth, right? 1908 թվականին հայերը լուրջ չէին վերաբերում աջակողմյան, խորապես արմատացած հայատացությանը, որն արդեն իսկ գոյություն ուներ Օսմանյան կայսրությունում, որը 1913 թվականին գերիշխում էր երիտուրքական շարժման շարքերում։ Կար ժողովրդավարական բարեփոխումների մի շրջան, բայց այն արագորեն զիջեց խորը հայատյացության փուլին, որի դրսևորումը դարձավ 1894-96, 1909 թվականներին կատարվածը։ Այսօր 2026 թվականին, 2020 թվականին, 1991 թվականից ի վեր, անկախ Հայաստանի պայմաններում յուրաքանչյուրը, ով պատրանքներ ունի եւ կարծում է, թե ամեն ինչ որ կերպ կկարգավորվի, anyone who has illusions about what is going on and thinks things will somehow work out, thinks that Azerbaijan and Turkey are not genocidally opposed to Armenia, are just foolish. Կարծում է, թե Ադրբեջանն ու Թուրքիան ցեղասպանական նկարտումներ չունեն Հայաստանի դեմ, պարզապես հիմար է։ Մենք ունենք պատմության դասերը, զուգորդված նրանց այսօրվա գործողությունների հետ։ Նրանց գործողությունները հստակորեն ուղղված են Հայաստանի ոչնչացմանը։
Էրդողանի, Ալիևի եւ նրանց կողմնակիցների հայտարարությունները տեսեք։ Շատ պարզ են խոսում։ Ուզում են վերացնել Հայաստանը Հարավային Կովկասի քարտեզից։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող է Հայաստանի ղեկավարությունը սա լուրջ չընդունել։ Շատերը, այդ թվում ես, քննադատել ենք Փաշինյանին 1915 թվականի մասին բացահայտ ժխտողական հայտարարություններ անելու համար։ Իրականում կարծում եմ, որ ավելի մեծ խնդիր են նրա բացահայտ ժխտողական հայտարարությունները 2020-2023 թվականներին եւ այն մասին, թե ինչի առաջ է այսօր կանգնած Հայաստանը։ If Armenia stands up, there could be help from outside. There could Հայաստանը կանգնած է ցեղասպանության առաջ։ Եթե Հայաստանը ոտքի կանգնի, ապա դրսից եւս կարող է օգնություն լինել։ Բայց քանի դեռ Հայաստանը ոտքի չի կանգնում եւ փոխարենը ընդունում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները, ոչ ոք ոչինչ չի անելու։ Մենք դա ենք լսում այստեղ, Միացյալ Նահանգներում։ Երբ մենք այսօր խոսում ենք ադրբեջանական ագրեսիայի մասին, մեզ ասում են, բայց ձեր կառավարությունը կարգավորում է հարցերը Ադրբեջանի հետ։ Ինչու պետք է մենք պաշտպանենք ձեզ։ Սա բոլորին ալիբի է տալիս։ Փաշինյանը Սփյուռքի մասին է նոր հայտարարություն արել, ասել է, թե Սփյուռքի այն հայերը, ովքեր չեն աջակցում իրեն, Սփյուռքը չեն, ճնշող փոքրամասնություն են։ They are overwhelming minority. Completely false. That's completely false. Սուտ է, դա բացարձակ սուտ է։ I have been surprised. Պետք է անկեղծ լինեմ։ Զարմացած էի, որ 2018-ից մինչև 2020 թվականը Փաշինյանը մեծ ժողովրդականություն էր վայելում Սփյուռքում։ Մարդիկ նրան համարում էին նոր դեմք, կոռուպցիայի դեմ պայքարող, շատ լուրջ էին վերաբերվում նրա խոսքերին։ Մարդիկ ուշադրություն չէին դարձնում այն հանգամանքին, թե ինչպես էր նա յուրացրել շարժումը, որն իրականում ինքը չէր ձևավորել։ Կավելացնեմ, որ նա ամբարտավան հայտարարություններ էր անում Ադրբեջանի եւ Թուրքիայի վերաբերյալ, մինչև 2020 թվականի պատերազմը։ Նույնիսկ կասեի ռազմաշունչ հայտարարություններ։ Եվ կարծում եմ, որ Սփյուռքի հայերը ենթադրել էին, թե նա պատրաստ է կռվել եւ պաշտպանել Հայաստանը, Արցախում ապրող հայերին։ In that period up to the 2020 war, he was very belligerent towards them, and I think Armenians in the diaspora understood that to mean he was willing to fight and to protect Armenia, particularly Armenians in Artsakh. Հիմա պարզ է, որ նա չունի հետևողական արտաքին քաղաքականություն, որ նա կոմպետենտ չէ։ Ես համարձակվում եմ ասել, անխելք է իր արտաքին քաղաքական գործողություններում։ Սարսափելի վատ բանակցող է։ Ինչ որ առումով նա շատ լավ խաբում է հայ ժողովրդին, բայց թուրքական եւ ադրբեջանական կառավարությունները չափազանց խելացի են դրա համար։ And you know, in some sense he's very good at tricking Armenian people, but the Turkish and Azeri, you know, governments are too smart for that. I would add that I have been surprised. Կավելացնեի, որ զարմացած եմ, թե քանի հայ-ամերիկյան կազմակերպություն, որոնք երբեք չեն քննադատել գործող վարչապետների նախագահներից որևէ մեկին, լինի Քոչարյանը, Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլորի հետ զգույշ են եղել, լավ հարաբերություններ պահպանելու եւ քաղաքականապես չեզոք լինելու դիրքորոշմամբ։ Փաշինյանին քննադատում են կազմակերպություններ, որոնցից չէի սպասում։ Actually criticize Pashinyan. You know, organizations that I wouldn't have expected. I was asking this Սփյուռքի մասին Փաշինյանի այս հայտարարությունը հնչում է, երբ մենք գիտենք, թե ով է իրականում հայկական Սփյուռքը թիրախավորող գլխավոր հերոսը՝ Էրդողանը, Թուրքիան, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապը կտրելու մշտական պահանջը։ Տեսնում եք որևէ կապ Սփյուռքի մասին Փաշինյանի հայտարարության եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության միջև։ So Turkey has long sought to divide the diaspora from the republic. This has been, whether it's an explicit policy, it has been a tactic beyond denial. This has been a political tactic to try to isolate Armenia. Թուրքիան վաղուց է ձգտել Սփյուռքը բաժանել Հայաստանից։ Սա Թուրքիայի բացահայտ քաղաքականությունն է, մարտավարությունը։ Հայաստանին մեկուսացնելու քաղաքական մարտավարությունը։ Կարող եք 20-30 տարի հետ գնալ եւ տեսնել Թուրքիայից հնչող հայտարարությունները, որոնք հետո տարածում էին Թուրքիայի աջակիցները, բայց նաեւ որոշ միամիտ հայեր ու կրկնում, թե Սփյուռքին պետք չէ լսել, որ այն չի ուղղորդվում Հայաստանի շահերով։ Վերջի 10 տարիներին Սփյուռք-Հայաստան հարաբերությունները ավելի են բարդացել, բայց պարակտում չկա։ Ես լավ օրինակ եմ։ Ես հիմա շատ ժամանակ եմ անցկացնում Հայաստանում։ Կանադայից, ԱՄՆ-ից շատ ընկերներ ունեմ, որոնք տեղափոխվել են Հայաստան մշտական բնակության եւ մասնակցում են քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացներին։ Այն միտքը, որ Սփյուռքի եւ Հանրապետության միջև պարակտում կա, հորինվածք է։ Canada from the US have moved permanently to Armenia and are participating in the political process, in the economic process, in the cultural process. And so the idea that there's a split between the diaspora and the republic is a fiction. It's a fiction.
Right now, we have a split between those who, are intelligent, who understand what's going on, and those who are blindly following Pashinyan. Մենք ունենք պարակտում նրանց միջև, ովքեր խելացի են, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, եւ նրանց միջև, ովքեր կուրորեն հետևում են Փաշինյանին։ Ընդ որում նրանք մեծ խումբ չեն, նույնիսկ հենց Հայաստանում։ Սփյուռքն անտեսելու միտումը մտահոգիչ է։ Մտածեք, Իսրայելը կամ մեծ սփյուռք ունեցող որևէ այլ երկիր, օրինակ Ֆիլիպինները, Ճապոնիայում իր մեծ սփյուռքով, արդյոք երբևէ կթշնամանան իրենց սփյուռքի հետ։ Այն սփյուռքի, որը տնտեսապես, քաղաքականապես, սոցիալապես, մշակութային առումով աջակցում է հայրենիքին, նվիրված է հայրենիքին, պատրաստ զոհաբերության։ Անիմաստ է հնչում։ Սփյուռքի դեմ նման դիրքորոշումը նշանակում է խլել Հայաստանի ուժի կեսը։ Socially, culturally supporting the home country, who are committed to it, who are sacrificing. It makes no sense. It is taking half of Armenia's power away. TRIP նախագիծ, որը Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական հերթական նախաձեռնությունն է, եթե կարող եմ այսպես ձևակերպել։ Մի քանի շաբաթ առաջ Իրանում պատերազմի ֆոնին Փաշինյանը հայտարարեց, թե այն ամերիկյան առաջնահերթություն չէ։ Անցած շաբաթ հայտարարեց, որ Միացյալ Նահանգներից ամենաբարձր մակարդակով ստացել է հավաստիացում, որ TRIP-ն առաջնահերթություն է։ Level assurance from the US that TRIP remains a priority. I'm sorry, I'm laughing. The Trump administration Կներեք, որ ծիծաղում եմ։ Թրամփի վարչակազմը վերջին 250 տարիների ընթացքում ԱՄՆ բոլոր նախագահների վարչակազմերի շարքում համարվում է վատ թարագույններից մեկը։ Մենք 250 տարի ունեցել ենք մեկ սահմանադրություն, մեկ կառավարման համակարգ, նախագահի գլխավորությամբ, եւ առաջին ժամկետից հետո բոլոր վարկանիշներով Թրամփը դասվել է ամենավատ նախագահների շարքում։ Դրա համար կան մի շարք պատճառներ։ Մեկը՝ նա սարսափելի է գործում իրական ճգնաժամերի ժամանակ, ինչպես COVID-ներ։ COVID and so forth. Number two, he's belligerent. And while many U.S. presidents have started wars that are dirty wars, I mean, we've done everything from coups in Argentina to Vietnam, more recently Afghanistan and Iraq. Երկրորդը նա ռազմատենչ է, եւ չնայած ԱՄՆ շատ նախագահներ սկսել են կեղտոտ պատերազմներ, նկատի ունեն, որ մենք ամեն ինչ արել ենք, սկսած Արգենտինայում հեղաշրջումից մինչև Վիետնամ, ավելի վերջերս Աֆղանստան եւ Իրաք։ Շատ դեպքերում, նույնիսկ եթե պատերազմները վատ են ընթացել, եղել է որոշակի խելամտություն։ Ինչ է անում Թրամփը Իրանում։ Ոչ ոք, ոչ մի հայրենասեր ամերիկացի, ոչ մի ամերիկացի, ով կցանկանար տեսնել ԱՄՆ-ի կողմից ամբողջ մերձավոր արևելքի նվաճումը, չի կարծում, որ նա գործը գլուխ է բերում պատշաճ ձևով, խելացի ձևով։ Արտաքին քաղաքական հարցերում նրա մոտեցումը ինձ համար որպես ամերիկացի ամոթալի է։ Իսկապես ամոթալի։ Նույնիսկ եթե լինի մեկը, ով դեմ չէ պատերազմներին, կամաչի։ Is famous for a very short attention span. Even the Iran war, for him, after a week or two, people were saying in his administration he's lost interest. Սրան ավելացրեք, որ Թրամփը հայտնի է, այսպես ասենք, ուշադրության շատ կարճ տևողությամբ։ Նույնիսկ Իրանի պատերազմի պարագայում 1-2 շաբաթ անց նրա վարչակազմում մարդիկ ասում էին. նախագահը կորցրել է հետաքրքրությունը։ Նա շատ հայտնի է խառնաշփոթ ստեղծելով եւ հետո պարզապես հեռանալով։ Making messes and then just leaving them. And what he has done in the Turkish Azeri versus Armenia situation is intrude in a way that was unhelpful, set up this Trump road in his failed bid to win the Nobel Peace Prize, which is laughable. And from the point that he had that White House... Այն ինչ նա արել է Թուրքիան եւ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի իրավիճակում կոչվում է անօգուտ կերպով միջամտել։ Թրամփի ուղին նախաձեռնել է Նոբելյան խաղաղության մրցանակը շահելու ձախողված փորձի համար, ինչը ծիծաղելի է։ Եվ այն պահից հետո, երբ Սպիտակ տանը Ալիևի եւ Փաշինյանի հետ մամուլի ասուլիս ունեցավ, չեմ կարծում, որ այդ ամենի մասին մեկ անգամ էլ մտածած լինի։ Հիշում եք, անընդհատ շփոթում էր Հայաստանի եւ Ադրբեջանի անունները, ասաց Ալբանիայի եւ Ադրբեջանի պատերազմը։ Նա մի պահ կարծում է, որ Կամբոջան եւ Հայաստանն էին կռվում։ Աբսուրդ է, այնպես չէ։ Իհարկե, ԱՄՆ կառավարությունը փորձում է թաքցնել այս լիակատար անտարբերությունը։ Of course the US government is saying they're trying to cover up this complete, uninterest. Armenia
has no importance in US foreign policy as of now. Հայաստանն այժմ որևէ նշանակություն չունի ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։ Հիմա ԱՄՆ-ից ստացվող երաշխիքների մասին, օրինակ 907-րդ բանաձևը, որն արգելում է զենք վաճառել Ադրբեջանին, անընդհատ մի կողմ էր դրվում։ Իդեպ, Թրամփը եւս մշտապես անտեսել եւ մի կողմ է դրել այն։ ԱՄՆ-ն ունի Հայաստանին զրոյական իրական աջակցության պատմություն, եւ հիմա ունենք մի ռեժիմ, մի նախագահ, որը Հայաստանի մասին ընդհանրապես չի մտածում։ Նա հավանաբար չի հիշում Հայաստանի գոյության մասին։ Եթե Հայաստանը սկսեր Թրամփի անունը կրող 10 միլիարդ դոլարի անշարժ գույքի զարգացման ծրագիրը Հայաստանում, Երևանում, գուցե նա կմտածեր Հայաստանի մասին։ Բայց գիտեք ինչ, նա արդեն իսկ ունի նման գործարքներ Բաքվում եւ Ստամբուլում։ Դա է կարևորը նրա համար։ Maybe he would care, but guess what? He's already got things like that in Baku and in Istanbul, and that's what matters to him. So what will happen in Syunik in your Ինչ սպասենք Սյունիքում, եթե կորցնենք Միացյալ Նահանգների հետաքրքրությունը այնտեղ, բայց վստահ եմ կհամաձայնեք, որ չենք կորցնի թուրքական հետաքրքրությունը. No. And I think I'll say this in one way. Pashinyan is preventing more aggressive action by Turkey and Azerbaijan only because he's so weak and compliant, they don't have to look aggressive. He's giving them everything they would get by being aggressive. And what's so bad about that is it makes it look like they're not the aggressors. Փաշինյանը կանխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ավելի ագրեսիվ գործողությունները միայն այն պատճառով, որ թույլ ու հնազանդ է, այնքան որ թուրքերը կարիք չունեն ավելի շատ ագրեսիա ցույց տալ։ Փաշինյանը նրանց տալիս է այն ամենը, ինչ նրանք կստանային ագրեսիայի հետևանքով։ Այստեղ վատն այն է, որ արտաքին աշխարհում ստեղծվում է տպավորություն, թե նրանք ագրեսորներ չեն։ Մի բան կա, որը ես պարբերաբար ասում եմ։ From believing Armenia had a 50-year window of viability down to 5 or 10 years, and I've been condemned by Առաջ կարծում եի, թե Հայաստանն ունի 50 տարվա կենսունակության պատուհան։ Հիմա կարծում եմ 5 կամ 10 տարվա։ This scholar said we have 5 years in Armenia. With Pashinyan, if Pashinyan stays in control, we've got 5 years. Now, Այս համոզմունքից համար Փաշինյանի վարսկան կողմնակիցները քննադատում են ինձ։ 2 օր առաջ խոսում էի գործընկերոջս հետ, որը գիտնական է, ապրում է Հայաստանում եւ ԱՄՆ-ում, եւ արդեն նա ինձ ասաց, որ մենք ունենք 5 տարի Հայաստանում։ Հայաստանի մնացել է 5 տարի, եթե Փաշինյանը մնա իշխանության։ Ձևական ինչ-որ հողակտորի վրա Հայաստան պետություն կթողնեն, բայց իրականում Հայաստանը բաժանված կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, որոնց տնտեսությունները կգերիշխեն հայկական տնտեսության վրա, որի քաղաքականությունը, որի առաջնորդին կորոշեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Փաստորեն այն, ինչ նրանք հիմա անում են Փաշինյանի հետ, եւ իրականում ոչ մի հույս չկա։ Միացյալ Նահանգները միշտ Թուրքիայի կողմից է, այսինքն աբսուրդ է այլ կերպ մտածել։ Ադրբեջանն ունի Իսրայելի զգալի աջակցություն, եւ հիշեք, նույնիսկ եթե Թուրքիան եւ Իսրայելը հակասության մեջ են, Ադրբեջանն ու Իսրայելը ոչ, սա է կարևորը։ Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջան, Իսրայելը պատերազմում աջակցել է Ադրբեջանին անօթաչուներով։ Էրդողանի եւ Նեթանյահուի միջև կռիվը շոու է։ Միթե Ռուսաստանը հանկարծ կփրկի Հայաստանը։ Աշխարհակաղակական առումով ինչու համագործակցել Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ավելի շատ է նպաստել Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը։ Անիմաստ է։ Հայաստանն իրեն անօգուտ է դարձրել Ռուսաստանի համար, հիմնականում նաև Եվրոպայի համար։ It makes no sense. Armenia has made itself irrelevant to Russia. It's made itself largely irrelevant to Europe. Մյուս կողմից այն անհեթեթ երազանքը, որ Փաշինյանի կողմնակիցները փորձում են առաջ տանել, պարզապես քարոզչություն անելով Փաշինյանի օգտին եւ ասելով, թե ԱՄՆ-ի կողմն անցնելը կօգնի Հայաստանին, ավելի միամիտ է։ Հատկապես նայելով 1920-ականներին, 1890-ականներին, 1910-ականներին, աբսուրդ է։ The line they're talking is if aligning with the US is going to help Armenia is just beyond naive, especially looking back to the 1920s, to the 1890s, to the 1910s. It's absurd. This year, Armenia is scaling back its Անտալիայի դիվանագիտական ֆորում Փաշինյանի կառավարությունը մասնակցում էր թուրքական այս նախաձեռնությանը արտգործնախարար Միրզոյանի, նաև Փաշինյան-Էրդողան գործընթացում Փաշինյանի ներկայացուցիչ Ռուբինյանի մակարդակով։ Այս տարի մասնակցության մակարդակն իջեցրել են։ Անտալիա մեկնել է արտգործնախարարի տեղակալը։ Փաշինյանը հասկանում է, որ գործընթացը տապալվել է, թե ընտրություններից առաջ փորձում է Թուրքիայից հեռավորություն պահել։ Trying to keep distance. Yeah, I would have to say that I'm not maybe competent to answer that level of a question.
I would, beyond Թերևս իրավասու չեմ պատասխանել այս մակարդակի հարցի։ Միայն կասեմ, որ երբ հետևում եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների իրական բովանդակությանը, they have been consistently incompetent and thoughtless. Պարզ երևում է, որ Փաշինյանի գործողությունները եղել են ոչ կոմպետենտ եւ անխոհեմ։ Չեմ կարող ձևացնել, թե գիտեմ այս որոշման մոտիվները։ Կասեմ, որ Փաշինյանի շփումները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ անշուշտ չեն բխում նրա շահերից ներքին օրակարգի առումով։ Այդ շփումներն առնչվում են Սփյուռքի առաջնահերթություններին։ Հայաստանի քաղաքական ընդդիմության ամենամեծ մտահոգություններից մեկն է եւ կարծում եմ, խնդրահարույց է նաեւ միջին հայաստանցու համար։ Հնարավոր է, որ նա ընտրություններից առաջ ուզում է հերավորություն պահել։ Also very problematic for average Armenians. And so it's very possible that he wants to distance himself prior to the election. We know that his election promises don't mean anything. I mean, if you Բայց գիտենք, որ նրա նախընտրական խոստումները ոչինչ չեն նշանակում։ Օրինակ Արցախը դեօկուպացնելու մասին խոստումը կամ քաղաքական այլ ու նաև տնտեսական խոստումները ոչինչ չեն նշանակում։ Եվ կարծում եմ Թուրքիայի հետ նրա շփումների ցանկացած մակերեսային կրճատում ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է իրականում։ Any scaling back of his relationship with Turkey at the surface has nothing to do with what's going on underneath. Armenia ready to open border with Turkey. Հայաստանը պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի հետ, բայց գործընթացը կախված է Թուրքիայից։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցող փոխարտգործնախարար Կոստանյանն է այսպես պատասխանել թուրքական հեռուստաալիքի լրագրողին։ Ինչու Թուրքիան Փաշինյանի բոլոր քայլերից հետո պատմական Հայաստան, իրական Հայաստան, Արարատ, Արագած, Արցախ, Սփյուռք trip Yes. After diaspora դեռ փակ է պահում սահմանը։ Ինչ պետք է հասկանա Հայաստանի սովորական քաղաքացին այս իրավիճակից։ That is a great question. Սա հիանալի հարց է։ First of all, the border opening is not in Armenia's interest. And I say that Նախ եւ առաջ սահմանի բացումը չի բխում Հայաստանի շահերից։ Սա ասում եմ հաշվի առնելով Թուրքիայի եւ Հայաստանի միջև ուժերի տարբերությունը, ծանոթ լինելով միջազգային տնտեսագիտության հիմնարար առանձնահատկություններին։ Եթե Թուրքիան բացի սահմանը, ապա ոմանք Փաշինյանի մերձավորները որոշ օլիգարխներ կհարստանան։ Pashinyan's cronies, I hate to say it, some of, other oligarchs and so forth, will become wealthy. The Armenian population in general will suffer because it will represent Turkish domination of the Armenian Republic's entire economy. Սակայն Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ կտուժի, քանի որ կլինի Թուրքիայի գերիշխանությունը Հայաստանի ամբողջ տնտեսության վրա։ Մյուս կողմից չմոռանանք, որ նավթով հարուստ Ադրբեջանը թույլ չի տա, որ Հայաստանում տնտեսական իրական զարգացում լինի։ Կլինի թուրք-ադրբեջանական տնտեսական գերիշխանություն Հայաստանում, առանց Հայաստանի հետ իրական համագործակցության եւ Հայաստանն իրականում հզոր տնտեսական տերություն դարձնելու նպատակի։ Ինչ է սա նշանակում։ Հարցրեք արցախցիներին, ես կավելացնեմ, նշանակում է տնտեսության անկում։ Ճանապարհներ, հիվանդանոցներ, գործարաններ չեն լինի։ Եթե դիտարկենք նաև այլ երկրների օրինակը, ապա պատմականորեն ճնշող մեկ երկրի եւ ճնշվող մյուսի միջև կնքված առևտրային գործարքները, զուգորդված տնտեսական, քաղաքական եւ ռազմական ուժի իրական տարբերության հետ միշտ սարսափելի հետևանքներ են ունենում թույլ տերության համար։ One country against another, coupled with a real difference in economic, political, and military power, they are always horrible for the weak power and great for the strong power. North American free trade, the relationship between the U.S. and Mexico has been a disaster for Mexico. Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտուրը, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջև հարաբերությունները աղետ են եղել Մեքսիկայի համար։ Ոչ միայն հանգեցրել են Մեքսիկայի տնտեսության խոցմանը, այլև մեքսիկացիների որպես աշխատուժ շահագործմանը։ It has produced things like serial killing of Mexican girls and women who work in factories. Հանգեցրել են գործարաններում աշխատող մեքսիկացի աղջիկների եւ կանանց սերիական սպանությունների, Մեքսիկայի այն տարածքների լիակատար ավերածություններին, որոնք մոտ են ԱՄՆ-ին, որոնք այժմ բռնի վայրի տարածքներ են։ And Armenia needs to learn that lesson. I mean, to be naive about what a free trade agreement or an open border means when you have so little power is ridiculous. Եվ Հայաստանը պետք է դաս քաղի այս օրինակից։ Միամտորեն բաց սահման եւ ազատ առևտուր ուզելը, երբ չունես ուժ եւ իշխանություն հետևանքները վերահսկելու համար, նաեւ ծիծաղելի է։ Սրանից բացի ինչու է Թուրքիան խաղեր խաղում։ It's making Armenia beg for something that will actually be bad for Armenia.
What a brilliant foreign policy. Կարծում եմ Թուրքիան գրեթե ստիպում է Հայաստանին աղաչել։ Աղաչել մի բան, որ իրականում վատ կլինի հենց Հայաստանի համար, ինչպիսի հիանալի արտաքին քաղաքականություն։ Հիմա Թուրքիան տեխնիկապես կարող է բացել սահմանը, երբ ցանկանա։ Որոշ իմաստով Հայաստանը այլընտրանք չունի։ Եթե Հայաստանն ասի ոչ, մենք չենք ուզում բաց սահման, Թուրքիան կբացի սահմանը։ Նրանք խաղ են խաղում Հայաստանից առավելագույնը ստանալու համար։ Թուրքիան նման է կատվի, որը խաղում է մկան հետ։ They're playing a game to get the most they can out of Armenia. They're playing with Armenia. It's like a cat playing with a mouse. Եվ ինձ համար իսկապես սարսափելի է, որ Հայաստանը ոչ միայն նյութապես եւ ռազմական առումով է թույլի դիրքում, այլ այն, որ Հայաստանի ղեկավարությունը այդքան ոչ կոմպետենտ է թույլի դիրքից բանակցելու համար։ But the leadership is so bad and inept at negotiating from that position of weakness. We have two statements from Վերջին մի քանի օրերին Հական Ֆիդանից, Թուրքիայի արտգործնախարարից երկու հայտարարություն ունենք Հայաստանի վերաբերյալ։ couple of days ago, Fidan announced that we have made great efforts to achieve peace between Azerbaijan and Armenia from moderate use of force to quality diplomacy. Մի քանի օր առաջ Ֆիդանը հայտարարեց, որ ջանքեր են գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն։ Երկու օր առաջ ադրբեջանցի լրագրողը հարց էր տալիս Ֆիդանին իր ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքի մասին եւ հարցրեց, թե ինչ քայլեր է անելու Թուրքիան, որ Հայաստանը բացի այդ միջանցք կոչվածը։ Turkey going to use soft power. Արդյոք Թուրքիան կկիրառի փափուկ ուժ։ Մյուս կողմից մենք ամեն օրը մի քանի անգամ Հայաստանում լսում ենք, թե խաղաղություն է հաստատվել։ Այստեղ ինչ որ բան սխալ չէ։ Power against Armenia, and second was asked about the powers, soft power on Armenia. But on the other hand, we are hearing probably every day, couple of times in a day from Pakistan that the peace between Armenia and Azerbaijan is established and the relations with Turkey are going to be normalized. Yeah. What is wrong here? In the US, we have a saying, no peace without justice. ԱՄՆ-ում ասում ենք, առանց արդարության խաղաղություն չի լինում, եւ մենք գիտենք, որ անարդարության եւ չբալանսավորված ուժի հիման վրա ստեղծված խաղաղությունը առանց օրենքի գերակայության միշտ ձախողվում է։ Always fails. It will look good for a short time and it will fail. And that's exactly what we have here. Peace for Armenia means that the Armenian military Մի կարճ շրջան ամեն ինչ դրական կերևա, ապա կձախողվի։ Այս խաղաղությունը նշանակում է, որ Հայաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը չի արձագանքում Հայաստանի տարածքի որոշ հատվածների ադրբեջանական ուղակի ռազմական օկուպացիային, ադրբեջանական ռազմական շարունակական բռնությանը։ Okay, it's Armenians being peaceful. Ահա թե ինչ է նշանակում այդ խաղաղությունը։ Նշանակում է, որ հայերն են խաղաղ լինում։ Ագրեսորը հարձակվում է քեզ վրա, բայց դու ասում ես, չեմ կռվելու։ Լավ, դու խաղաղ ես, բայց քեզ ծեծելու են։ I'm not going to fight back. Okay, you're peaceful. You're going to get beat up. Right? I mean, it's not like you can just make the other person be peaceful. And so I think in this instance, the illusion of peace is just foolish. Չես կարող մյուս կողմին էլ խաղաղեցնել։ Խաղաղության պատրանքը հիմարություն է։ Ուժը եւ նույնիսկ բռնությունն ունեն երկու ձև։ Ակտիվ ուժ, ակտիվ բռնություն, երբ այն գործի է դրվում ռազմական, քաղաքական եւ տնտեսական առումով։ Եվ կա նաեւ պոտենցիալ ուժի եւ բռնության գործոնը։ Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանն այժմ ակտիվ ուժ չի գործադրում, ինչպես 2020-ին, բայց խնդիրն այն է, որ բռնության պոտենցիալը պահպանվում է։ Եվ Ադրբեջանը կարող է 30 րոպեում սարսափելի հարձակում սկսել Հայաստանի դեմ, ունենալով Թուրքիայի աջակցությունը։ And in 30 minutes can unleash a horrific attack then backed by Turkey against Armenia. That's the power we need to be looking at. And when there's that kind of power differential and no agreement against it, we know that the peace is an illusion. Ուժերի նման անհավասարակշռությունը եւ ուժ չգործադրելու մասին համաձայնագրի բացակայությունն են ցույց տալիս, որ խաղաղությունը պատրանք է։ Ես կավելացնեմ Իրանի օրինակը։ Իրանն այնքան հզոր չէ, ինչպես ԱՄՆ-ն եւ Իսրայելը։ Նրանք ունեն նավթ, ինչը գործոն է, որը չունի Հայաստանը։ Նրանք վերահսկում են Հորմուզի նեղուցը։ They have oil, which makes a difference compared to Armenia, and they have controlled the Strait of Hormuz and done things like that. But by the same token, if you look at Մենք էլ Սյունիքն ենք վերահսկում։ I mean, Իհարկե, Հայաստանն էլ իր գործոններն ունի։
Որն է Իրանի ամենանշանակալի պահանջը, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն չկարողանան նորից հարձակվել։ Նրանք չեն խոսում, չեն բանակցում խաղաղության համար առանց այդ երաշխիքի։ Israel and the United States cannot attack again. They don't care about a peace, negotiated peace, without that guarantee. Sure. And Israel won't give it. I guarantee Israel will not give that guarantee. It might say it in words. For Armenia to think any kind of peace without a guarantee by external powers that means something is peace is foolish. Հայաստանի համար խաղաղությունը առանց արտաքին ուժերի երաշխիքի, որ նորից հարձակում չի լինի, նշանակում է հիմարություն։ 2020-ից հետո էլ տեսել ենք, որ Ադրբեջանը մի քանի ագրեսիաների է գնացել։ Ալիևը պարբերաբար ասում է, որ միջազգային իրավունքը չի գործում, որ ամեն ինչ ուժն է որոշում։ Ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է Հայաստանը լսում խաղաղության մասին այս խոսակցությունները առանց իրական երաշխիքների։ Armenia can listen to this talk about peace because they are just a fickle decision by Erdogan and Aliyev away from all-out war and the elimination of Armenia proper. This is something that Երաշխիքների երաշխավորների հարցը ինտենսիվ քննարկվում է նաև Հայաստանի նախընտրական խոսույթում, զգայուն ու բարդ հարց է։ Yeah, I think that issue is Այդ հարցը հիմնարար կարևորություն ունի։ Հայաստանը պատմության ընթացքում ստացել է երաշխիքներ, որոնք չեն գործել։ We have gotten guarantees that have not paid off. Yes, many times. Այո, ահա թե ինչու է այդ հարցը բարդ, ով կարող է լինել երաշխավոր։ Fundamental mistake of Pashinyan was thinking he could choose between the US and Russia rather than playing them against each other. Փաշինյանի ֆունդամենտալ սխալն այն էր, որ կարծել է, թե կարող է ընտրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև, նրանցից մեկի կողմը բռնել, երբ փոխարենը պետք էր խաղալ երկուսի հետ, նաեւ իրար դեմ դուրս բերելով։ Սա է անում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ոչ թե պետությունը պետք է երաշխավորի քո խաղաղությունը, այլ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մարդկության պատմության մեջ բոլոր փոքր պետությունները հասկացել են սա։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես Փաշինյանը չի կարողանում հասկանալ։ Small country in the history of humankind has understood is baffling to me. I can't understand. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։